Ժաննա Անդրեասյանը նշել է, թե երբ կավարտվեն Ծիծեռնակաբերդի վերականգնման աշխատանքները։ ԿԿՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող վերականգնողական աշխատանքներին, նշելով, որ դրանք իրականացվում են մասնագետների մշտական վերահսկողությամբ։ Ցանկացած քաղաքացի, որը հետաքրքրված է ցանկանում է անձամբ տեսնել ընթացող աշխատանքները, կարող է այցելել տեղում, անգամ ինձ հետ միասին մասնակցել մասնագիտական քննարկումներին, հայտարարել է Անդրեասյանը։ Նախարարի խոսքով, կիրառվող վերականգնման տեխնոլոգիան նոր չէ։ Նույն մեթոդը կիրառվել է նա 2015 թվականին։ Յուրաքանչյուր քայլ անցնում է գիտամեթոդական խորհրդի հաստատումը, ընդգծել է նա։ Անդրեասյանը կոչ է արել դադարեցնել ապատեղեկատվության տարածումը հուշահամալիրի շուրջ, վստահեցնելով, որ բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի չխոչընդոտեն այցելուների հոսքին։ Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչ 2026 թվականի ապրիլ։ Ծիծեռնակաբերդը մեզ համար կարևորագույն հուշահամալիր է, այնտեղ ցանկացած մանր փոփոխություն անցնում է խիստ վերահսկողություն, հավելել է նախարարը։